Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք շատ կարևոր հարց, որը վերաբերվում է Հարավային Կովկասի վրա TRIP ծրագրի ազդեցությանը, հատկապես թե ինչպես կազդի Հայաստանի տարածքով տարանցման ուղիների բացումը Վրաստանում տեղի ունեցող այդ լոգիստիկ կապերի վրա գործող այս պահի համար եւ ինչպիսի մրցակցություն կլինի եւ առհասարակ TRIP ծրագիրը ինչպիսի լոգիստիկ հնարավորություններ կձևավորի Հարավային Կովկասում։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև հիմա նաև ներքաղաքական դաշտում Վրաստանում ակտիվորեն քննարկվում է TRIP ծրագրի ազդեցությունը Վրաստանի վրա եւ ինչքանով դա լինելու է մրցակից կամ ինչքանով կփոխի, այսպես ասեմ, իրավիճակը այստեղ լոգիստիկ կապերի ուղղությամբ եւ ես պատրաստել եմ ձեր համար հատուկ այսպիսի փաստեր, տվյալներ, տեղեկատվություններ մանրամասն այս լոգիստիկ կապերի, բեռների, տարանցման ուղիների, տվյալների, քանակի, ֆինանսական բաղադրիչի մասին շատ հետաքրքիր մեզ ձեր հետ միասին այսօր այսպիսի վերլուծություն է սպասում եւ հուսով եմ, որ բոլորդ կդիտեք, որովհետեւ սա նաեւ համահունչ է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից արձանագրված այն փաստաթղթում, որը մենք ձեր հետ միասին երեք քննարկեցինք եւ նաեւ կոչ եմ անում ձեզ անպայման գնալ եւ դիտել այդ վերլուծությունը, որ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի արդեն տարանցման ուղիների եւ լոգիստիկ կապերի զարգացումը, հատկապես 2026 եւ ապագա տարիների ընթացքում եւ հաշվի առնելով այդ առաջնահերթությունը, նաեւ մենք իհարկե ձեր հետ միասին շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ թվում լոգիստիկ կապերի զարգացմանը եւ ազդեցությանը տարբեր ոլորտներում, ուստի դրան կլինի նվիրված այսօրվա մեր վերլուծությունը։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաև գրեք ձեր մեկնաբանությունները, անպայման բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին եւ իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Եվ այսպես, արեք անցնենք TRIP ծրագրին, որի մասին մենք ձեր հետ միասին հաճախ ենք խոսում եւ շատ մեծ կարեւորություն ունի այստեղ առանձնահատուկ նորություն հիմա TRIP ծրագրի մասին չեմ ասի, որովհետեւ մենք օրերս նաեւ քննարկել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիայի կողմից ստորագրված այդ կարևոր փաստաթուղթը, այդտեղ նաև կլինի հղում եւ դուք կարող եք գնալ եւ դիտել այդ մեր վերլուծությունը, դա նաև շատ կարևոր եւ հետաքրքիր վերլուծություն էր եւ պետք է ասել, որ միջին միջանցք կոչված ծրագրում, որը Չինաստանը Եվրոպայի հետ կամ Եվրոպան Չինաստանի հետ երկու ուղղությունով կապ է հաստատում եւ այս ծրագիրը ոչ միայն TRIP է, այսինքն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, այլ նաեւ տրանսկասպյան միջազգային ուղի եւ այսպիսի անվանում նաեւ ունի, շատ կարեւոր է դա։ Եվ այս ուղին Կասպից ծովը, Ադրբեջանը, ընդհանուր առումով Թուրքիան, Վրաստանը, Եվրոպական միությունը եւ Միջին Ասիան իրար հետ է կապում։ Եվ այս ուղին երկար ժամանակ է տրանսկասպյան ուղին եղել է Վրաստանի համար կարևորագույն լոգիստիկ ուղի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ լոգիստիկ ուղու տրամաբանությունը նաև տարածաշրջանում փոխվում է եւ Հայաստանը TRIP ծրագրով ակնհայտորեն սկսում է մասնակցել այս կարևորագույն տրանսկասպիաց ծրագրի լոգիստիկ ծրագրի ուղու մեջ։ Զուգահեռ դրա պետք է ասեմ, որ Վրաստանը իհարկե երկար ժամանակ է այս ծրագիրը ընկալել է 90-ական թվականներից փաստացի ինչպես իր ռազմավարական նպատակներից մեկը եւ արձանագրել է, որ արևմուտք-արևելք այս կապերի ուղղությամբ կարողանալու է լուրջ, ուրեմն տնտեսական, ռազմավարական, ենթակառուցվածքային եւ այլ շահեր գտնել այսպիսի կապերից եւ Վրաստանը էֆեկտիվորեն օգտագործել էր այն իրավիճակը, որը իր շահերի համար, այն իրավիճակը, որը ձևավորվել էր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունով եւ դրա հետևանքով փաստացի Վրաստանը կարողացել էր ձևավորել այլընտրանքային, այդ թվում մենաշնոր ինչ-որ առումով ուղիներ Ադրբեջանից Թուրքիա, որի շնորհիվ Վրաստանը ձևավորել էր ոչ միայն ազդեցության հնարավորություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ նաև Կենտրոնական Ասիայի պետությունների վրա, այլ նաև Վրաստանը ձևավորել էր
իր համար բարեհաճո ուրեմն այսպիսի տնտեսական եւ լոգիստիկ մթնոլորտ, այդ թվում ներդրումների, գազի նավթի մատակարարումների, նավթի գազի գների եւ այլ ուղղություններով։ Հիմա մենք խոսենք արդեն ձեր հետ միասին այսօրվա տվյալների մասին, որոնք գոյություն ունեն Ադրբեջանից դեպի Վրաստան հենց այդ տրանզիտի եւ արտահանման ուղղությունով։ Վրաստանը կարևորագույն բաղադրիչ է այս Ադրբեջանից դեպի Սև ծովի եւ Թուրքիայի ուղղությունով տրանզիտ, գլխավոր ուղին է կարելի ասել, եւ ամեն տարի Վրաստանի տարածքով Ադրբեջանից մոտավորապես անցնում է 18-20 միլիոն տոննա, ուրեմն բեռ, եւ 2024 թվականի ընդհանուր առումով Վրաստանի ուրեմն այդ բեռնափոխադրումները հասել էին 31 միլիոն տոննայի, ինչը 5%-ով ավելի շատ է, քան 2023 թվականին, եւ այստեղ տրանզիտը ունի մոտավորապես 55% այս հատվածից, այսինքն ընդհանուր առումով Վրաստանի տարածքով անցել է մոտավորապես 24 թվականին 17 միլիոն տոննա բեռ, այդտեղից երկաթուղով Վրաստանի տարածքով անցել է 7,7 միլիոն տոննա բեռ, եւ միջին միջանցքի տրամաբանությունով Վրաստանի տարածքով անցել է փաստացի ուրեմն 2,7 միլիոն տոննա 2023 թվականին, իսկ 4,5 միլիոն տոննա 2024 թվականին։ Այսինքն մենք ձեր հետ միասին տեսնում ենք լուրջ այսպիսի աճ նաև այդ ուղղությամբ։ Խոսքին որ համեմատենք Վրաստանի երկաթուղով 2023 թվականին անցել է 13,6 տոննա բեռ եւ այդտեղից 57%-ներ մոտավորապես տրանզիտը 7,7 տոննա, ինչպես արդեն ասեցի։ Վրաստանը եւ Ադրբեջանը ակնհայտորեն ամենագլխավոր դերն են այս պահին զբաղեցնում հենց միջին միջանցքում, եւ ադրբեջանական երկաթուղին լուրջ մասնակցություն ունի այս ուղղությունով, տրանզիտի հնարավորությունը նաև Ադրբեջանով 2023 թվականին հասել է մոտավորապես 7 միլիոն տոննայի, եւ դա նաև ցույց է տալիս, որ աճում է բեռնափոխադրումները Չինաստան, Կենտրոնական Ասիա, Կովկաս ուղղությունով։ 2023 թվականի դրությամբ միջին միջանցքով Ղազախստան, Ադրբեջան, Վրաստանով ընդհանուր առումով անցել է 2,7 միլիոն տոննա բեռ, որը 86%-ով ավելի շատ է, քան 2022 թվականում, իսկ 2024 թվականում, տեսեք, արդեն այդ ուղով անցել է 4,5 միլիոն տոննա բեռ, 62%-ով աճել է այդ տվյալը մեկ տարվա ընթացքում, այսինքն եթե մենք համեմատենք ձեր հետ միասին, ուրեմն կտեսնենք, որ շատ լուրջ աճ է արձանագրվել, 86% աճ 23 թվականում եւ 62% աճ 24 թվականում այս հենց տարանցիկ նկատի ունեմ բովանդակություն ունեցող բեռների, կոնկրետ այն էլ Ղազախստանի ուղղությունով։ Ինչ վերաբերվում է նավթին, նավթի ուղղությունով 30 միլիոն տոննա տարեկան անցնում է Բաքու-Թբիլիսի Ջեյխան ուղղությունով 2023 թվականին, իսկ ինչ վերաբերվում է ուրեմն գազին, ապա դա մոտավորապես 23 միլիարդ կուբանարդ մետր, ուրեմն 24 թվին Շախ Դենիզի գազը հարավկովկասյան գազատարի միջոցով։ Ինչ վերաբերվում է նաև հոսանքին, ապա հոսանքի նաև լուրջ փոխանցում է տեղի ունենում Ադրբեջան-Վրաստան ուղղությունով եւ հետո արդեն նաև անցնում է դեպի Թուրքիա եւ դա հնարավոր է այդպիսի առևտուրը ունենալ, բայց Վրաստանը իր համար է նաև օգտագործում ադրբեջանական հոսանքը եւ ուրեմն 1 միլիարդ մոտավորապես 1 միլիարդ եւ 115 միլիոն
բայց այս դեպքում այսպես ասեմ, ուրեմն 1 մոտավորապես 2/10, այսպես կգնահատեմ, կիլովատ ժամ, միլիարդի մասին է խոսքը 2024 թվականին, այսինքն սա Ադրբեջանի էքսպորտի արտահանման հոսանքի 65%-ը կազմել է դեպի Վրաստան։ Սրա պատճառը ես ձեր հետ միասին նաև նշել էի, Վրաստանում ջրի ուրեմն իրավիճակը, այսինքն անձրևների իրավիճակը բարդ էր տարվա վերջը եւ դա ամբողջությամբ տարածաշրջանին էր կարծեմ նաեւ վերաբերվում եւ այդ պարագայում հիդրոէլեկտրոկայաններից արդյունքը, այսինքն հոսանքի արտադրության մակարդակը նվազել էր եւ դրա փոխարեն Վրաստանը որոշեց Ադրբեջանից ել ավելի աճեցնել ներմուծումը, որտեղ որ մեծ մասամբ ոչ թե հիդրոէլեկտրոկայանները, այլ հենց այսպես ասեմ, հենց բենզինի, նավթի, գազի շնորհիվ, այսինքն նավթա այդ տարների նավթի բաղադրիչներից ուրեմն կազմած այդ էներգետիկ արդյունաբերությունը ունի մեծ կարևորություն եւ դրա շնորհիվ փաստացի Ադրբեջանը կարողանում է իր էլեկտրոկայանների միջոցով արտադրել ավելի շատ հոսանք եւ այդ հոսանքը վաճառել։ Սա նաև ուղիղ կապ ունի, հարգելի այրենակիցներ, նրա հետ, որ օրերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հոսանքային համակարգները միանալու են։ Տեսեք, այս հայտարարությունը նաև զարմանալի տրամաբանություն ունի, որովհետեւ մարդիկ կարող են ընկալեն միանալը, ինչպես միասնական դառնալը, ինչը ուղղակի կեղծիք է։ Խոսք է գնում նրա մասին, որ ֆիզիկապես լինելու է միանալու վայր, այսինքն մեկ կետ, որտեղ որ այդ կամ մի քանի կետ, որտեղ որ այդ հոսանքային համակարգները կունենան կապ, եւ դա կտա հնարավորություն արտահանել կամ ներմուծել հոսանք եւ հատկապես դա նորմալ իրավիճակ է հարևանների միջև եւ հակառակը բոլոր պետությունները ցանկանում են դրան հասնել եւ Վրաստանը նաեւ այդպիսի հենց մոտեցում ունի նույն Ադրբեջանի հետ։ Մեկ-մեկ կարա գնի, մեկ-մեկ կարա նույնիսկ վաճառի, եթե խոսքին այնպիսի իրավիճակ է, որ մեր հիդրոէլեկտրոկայանները հակառակը շատ ավելի շատ են հոսանք արտադրում, ապա կարելի է այդ հոսանքը վաճառել, որովհետեւ հնարավոր չի այդ հոսանքը պահել, այսինքն այդ հնարավորությունները հոսանքի պահպանման առնվազն այս փուլում հաստատ չկա ոչ Վրաստանում, ոչ էլ Հայաստանում։ Այո, եւ ինչ վերաբերվում է նաեւ սահմանի հատմանը, ապա հարյուրավոր հազար ադրբեջանցի գալիս են Վրաստան, բայց պետք է նաեւ նշեմ, որ սահմանը մնում է ցամաքային փակ կոവിഡ്ի պատճառով Ադրբեջանի կողմից ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ բոլոր հարևանների ուղղությունով եւ միայն օդանավակայանների միջոցով է հնարավոր դա անել։ Եվ այդ թիվը շարունակում է նվազել, ուրեմն կարելի ասել, որովհետև սահմանը որ փակ է մնում, դա խնդիր է։ Տեսեք, արեք մենք մանրամասն հիմա ձեր հետ միասին այս ամբողջ հարցերը քննարկենք, որովհետև երբ խոսում ենք խոսքի նավթի կամ էներգակիրների տրանզիտի մասին, ապա մենք այստեղ ունենք երկու գլխավոր ուղղությունը։ Նավթատարի դեպքում դա Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթատարն է եւ Բաքու-Սուպսա, այսինքն Սուպսան գտնվում է հենց Վրաստանի տարածքում, փոթից ոչ այդքան հեռու, եւ այդ երկու նավթատարը, այսինքն մեկ նավթատարը նավթը տանում է դեպի Սև ծով, մյուս նավթատարը նավթը տանում է դեպի միջերկրական ծով, Թուրքիայի տարածքով։ Իսկ գազատարը դա հարավ-կովկասյան գազատար կոչված այդ ծրագիրն է Բաքու-Թբիլիսի Էրզրում, եւ գիտեք Էրզրումը որտեղ է գտնվում, ինքը կենտրոնական հատվածում է, ուրեմն ծովի ափին չի գտնվում։ Նավթի ուղղությունը պետք է ասել, որ ամենակարևոր դերը ունի հենց Բաքու-Թբիլիսի-Ջեյխանի ուղղությունը, որը մոտավորապես 30 միլիոն տոննա նավթ է արտահանում եւ 23 թվականին սա Ադրբեջանի նավթի արտահանման 76%-ն է, այսինքն մեկ նավթատարի միջոցով Ադրբեջանը արտահանում է իր 76% նավթի։ Եվ այս նավթի արտահանումից 82%-ը, այսինքն 25 միլիոն տոննան, դա ադրբեջանական նավթ է,
իսկ 17%-ը, մոտավորապես մնացած 5 միլիոն տոննան, դա ղազախական և թուրքմենական նավթ է, որը նաև Բաքու-Թբիլիսի ջեյխանի միջոցով ուրեմն գնում է դեպի Թուրքիա։ Ընդհանուր առումով Բաքու-Թբիլիսի ջեյխանի հնարավորությունը անցկացնել նավթ մոտավորապես 60 միլիոն տոննա է տարեկան, և կարելի է ասել, որ այս պահի այս նավթատարը ընդհանուր առումով 50%-ով է ծանրաբեռնված մոտավորապես, այսինքն 60 միլիոն տոննա կարող է արտահանել, բայց արտահանում է 30 միլիոն տոննա։ Եվ երկրորդ նավթատարը դա Բաքու-Սուպսա նավթատարն է, որը մոտավորապես 7 միլիոն տոննա է կարող արտահանել, բայց պետք է ասել, որ լրջագույն խնդիրներ կան այս ուղղությունով, որովհետև Սև ծովում ձևավորված այն ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով, որը գիտեք, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքում ձևավորվեց, և նաև հարվածների հետևանքով, որ այդ տանկերների ուղղությունով հաճախ տեղի են ունենում, կարելի է ասել, որ լրջագույն նվազել է այս ուղղությամբ աշխատանքը, և վերջի տվյալներով 2024 թվականին Բաքու-Սուպսա նավթատարը մոտավորապես 1 միլիոն տոննա է ընդհանուր առումով անցկացնում, այսինքն այն 30 միլիոնը, որը գնում է Բաքու-Թբիլիսի ջեյխանի ուղղությամբ, ուրեմն անհամեմատելի քիչ է 1 տոննան, որը գնում է Բաքու-Սուպսա ուրեմն ուղղությունով։ Եվ կարելի է ասել, որ ամբողջությամբ այդ ուղղությունը անցնում է Բաքու-Թբիլիսի ջեյխանի ուղղությունով։ Ինչ վերաբերվում է գազին, ապա գազի ուղղությունով պետք է ասել, որ Ադրբեջանը կարելի է ասել հենց հարավային գազային այս միջանցքի, այսպես է կոչվում, ուղու միջոցով, և դա ներառում է իր մեջ հարավ-կովկասյան գազատարը, հենց ինքը Բաքու-Թբիլիսի Էրզրումը, Շահ հանքավայրից է գործում և Վրաստանի միջոցով տանում է գազը Ադրբեջանից դեպի Թուրքիա, իսկ հետո արդեն ՏԱՆԱՊ-ի գազատարի շնորհիվ տանում է դեպի Եվրոպական միություն։ 2025 թվականին վրացական այդ գազատարի ճանապարհով անցնել է 25 միլիարդ խորանարդ մետր գազ, և ուրեմն կոնկրետ այդտեղից 23 միլիարդը անցել է հենց այդ Բաքու-Թբիլիսի Էրզրում ուղղությունով, ուրիշ ընդհանուր առումով փոքր նաև գազատարներ էլ կան, բայց իրանց մասին երբեք մեծ կարևորություն և ուշադրություն չի դարձվում, դա ներքին այդ գազային համակարգն է, կարելի ասել, պետության։ 2024 թվականի ընթացքում հարավ-կովկասյան այդ գազատարի միջոցով անցել է 23 միլիարդ խորանարդ մետր գազ, և 7%-անոց աճ է արձանագրվել, և սա 95%-անոց ուրեմն այդ բաղադրիչն է այդ գազատարի հնարավորությունների, այսինքն կարելի է ասել, որ այս փուլում արդեն ուրեմն այդ կոնկրետ գազատարը, որի մասին 23 միլիարդի մասին ենք մենք խոսում, խորանարդ մետր գազի, ապա պետք է ասել, որ կարելի է ասել ամբողջությամբ արդեն այդ գազատարի հնարավորությունները սպառված են։ Պետք է հիշեցնեմ, որ 2020 թվականին այդ ուղով առհասարակ անցնում էր ընդհանուր առումով 11 միլիարդ խորանարդ մետր, և հիմա արդեն մենք տեսնում ենք, որ երկու անգամ, այսինքն 5 տարվա ընթացքում երկու անգամ 100%-ով աճել է Շահ 2 ծրագրի ուրեմն գործունեությունի հետևանքով ադրբեջանական գազի արտահանումը դեպի Եվրոպա։ Վրաստանը ունի կարևորագույն այդտեղ դեր, ինչպես տարանցիկ պետություն, և Վրաստանը ստանում է այդ պայմանավորվածություններով 5% տրանզիտային այդ ընդհանուր տվյալի, այսինքն մոտավորապես 1 միլիարդ 1,2 միլիարդ խորանարդ մետր ուրեմն գազ, շատ լուրջ ուրեմն ցածր գնով և զեղչով, այսպես ասեմ, հնարավորություն ունի Վրաստանը գնել այդ 5%-ը,
այդ գազատարով անցնողի լուրջ զեղչով, որի հնարավորությունները իհարկե լուրջ աջակցում են Վրաստանի ներքին պահանջարկին գազի ուղղությունով եւ ծածկում են Վրաստանի սեփական պահանջարկը։ Հոսանքի ուղղությունով նաև կարևոր է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի հոսանքային համակարգերը միավորված են, այսինքն կապ ունեն, եւ ինչու ասում ենք, խոսեցինք արդեն, որ պատրաստվում է նույնը արնել Հայաստան-Ադրբեջան, ինչը շատ տրամաբանական է խաղաղության եւ համագործակցության մթնոլորտում։ Պետք է ասել, որ Ադրբեջանը մեծ մասամբ ավելի շատ արտահանում է հենց դեպի Վրաստան հոսանք, հատկապես աշնան եւ ձմեռվա ընթացքում, եւ այն դեֆիցիտն է ուրեմն փակում, որը Վրաստանը ունի, բայց ամառը ուրեմն Վրաստանն է արտահանում հիդրոէլեկտրակայանների շնորհիվ եւ հակառակը Ադրբեջանին հետ է տալիս այդ հոսանքը, այսինքն բալանսավորվում է մոտավորապես իրավիճակը։ Ընդհանուր առումով 2024 թվականին Ադրբեջանը Վրաստանին վաճառել է, ինչպես ասացի, 1.1 տասերորդ, ուրեմն միլիարդ կիլովատժամ հոսանք, մոտավորապես մինչև 60 միլիոն ԱՄՆ դոլար գնով։ Եվ սա Ադրբեջանի արտահանման 65%-ն է։ 2023 թվականին ավելի շատ է Ադրբեջանը արտահանել, մոտավորապես 2 միլիարդ կիլովատ ժամ, բայց դրանից հետո Ադրբեջանը ուրեմն նվազեցրել է արտահանման գործընթացը, որովհետև իր սեփական նաև ծախսերը ավելացել են հոսանքի։ Բացի դրանից Վրաստանը եւ Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են թվային ուղղությամբ եւ այդ Վրաստանի տարածքով անցնում է տրանսկասպյան ուրեմն ինտերնետ մալուխը, որը ուրեմն Կասպիաց ծովով նաև պետք է կապի այդ Ակթաուն Սումգայիթը եւ ստեղծի այդպիսի թվային կապ, մոտավորապես 400 տերաբիտ վարկյանում հնարավորություն է ունենալու տարանցման եւ արդեն 2026 թվականին արդեն գործի կդրվի, ինչը շատ կարևոր նաև ուղի է։ Հիմա ինչպես կփոխի իրավիճակը, ամենակարևորին հասանք, եւ հուսով եմ բոլորդ միջև այստեղ դիտել եք, որովհետեւ այստեղից հիմա սկսում ենք ձեր հետ միասին ամենակարևոր բաղադրիչը, բայց անհնար է առանց ներկայացնելու ձեզ տվյալները, որը այս պահին կա, եւ համոզված եմ ձեր համար դա նաև հետաքրքիր եղավ, միանգամից խոսել իհարկե TRIP ծրագրի ազդեցության մասին։ Տեսեք, հաշվի առնելով, որ միջին միջանցքի ուղղությունով վերջի մի քանի տարվա ընթացքում մոտավորապես 90%-ով աճել է բեռնափոխադրումները, 24 թվականին հասնելով 4.5 միլիոն տոննա, 25 թվականի տվյալները ասում են, որ մոտավորապես 5.2 տոննա բեռնափոխադրում պետք է լինի, իսկ 27 թվականի համար բեռնափոխադրումները պետք է հասնեն 10 միլիոն տոննային տարեկան, այսինքն այստեղից 25 թվականից մինչև 27 թվական երկու անգամ պետք է աճի բեռնափոխադրումները այս ուղղությունով եւ կոնկրետ այդ բաղադրիչով Ղազախստանը ունի նպատակ, որ այդ Կասպիաց ծովի տրանզիտի ուղին 200%-ով աճեցնի, այսինքն 3 անգամ մոտավորապես 220%-ով մինչև 2027 թվականը, այսինքն պետությունները 2-3 անգամ պատրաստվում են ընդլայնել այս տնտեսական հնարավորությունները։ Բաքու-Թբիլիսի կարս այդ երկաթուղին գործի դնելուց հետո եւ Վրաստանի երկաթուղին բարելավելու ուրեմն գործընթացով մենք նաև տեսնում ենք, որ հնարավորություն կա աճեցնել նաև բեռնափոխադրումները եւ Համաշխարհային բանկի տվյալներով մոտավորապես միջին միջանցքի հնարավորությունը ուրեմն կարող է այս ճանապարհով նաև աճել այսօրվա 5.8 միլիոն հնարավորությունից, տեսեք, դա մաքսիմալ հնարավորություն է, մինչև մի քանի տասնյակ միլիոն տոննա հնարավորություն։ Այս ուղղությունով պետք է ասել, որ մոտավորապես 150 միլիոն եվրո ներդրում է արվել 2011-24 թվականներին վրացական երկաթուղու մեջ,
Եվ նպատակ է, որ վրացական երկաթուղու տարանցման հնարավորությունը աճի մինչև 48 միլիոն տոննա։ Տեսեք, հիշեցնեմ ձեզ, որ այստեղ ես նշեցի, որ ընդհանուր առումով Վրաստանի երկաթուղով անցնում է 17 միլիոն տոննա և դրանից տրանզիտն է 7,7 միլիոն, ինչպես արդեն նշեցի, բայց այդ 17 միլիոնը փաստացի ցանկություն կա, որ պետք է աճի մինչև ուրեմն Վրաստանի այդ երկաթուղու բաղադրիչը մինչև, ինչպես ձեզ նշեցի արդեն, կոնկրետ այդ 48 միլիոն տոննան տարեկան։ Այսինքն դա նշանակում է հենց լուրջ արտահանման հնարավորություններ և Վրաստանը ընդհանուր առումով շարունակում է այդ իր լուրջ ներդրումները։ Ինչ վերաբերվում է նաև հենց Վրաստան-Չինաստան այս ուղղությունով տրանզիտին, ապա մենք տեսնում ենք, որ նաև աճում է այդ տրանզիտը և Չինաստանը էլ ավելի է սկսում ակտիվորեն մասնակցել միջին միջանցք ծրագրում, այսինքն այստեղ Կենտրոնական Ասիայից բացի պատրաստվում է հենց Չինաստանի դերի աճելու ուղղությունով քաղաքականություն և մոտավորապես 70%-ով է աճել տարեկան տվյալները 2025 թվականի Չինաստանից եկող բեռների։ Եվ զուգահեռ դրա պետք է ասել, որ բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ միջին միջանցքի ծրագրով Կենտրոնական Ասիայից Ադրբեջան Վրաստանով մի խոսքով հենց միջին միջանցքով պատրաստվում է մոտակա 5 տարվա ընթացքում լրջագույն աճ բեռնափոխադրումների, բայց մենք նաև պետք է խոսենք մի քանի ուրիշ բաղադրիչի մասին, և դա վերաբերվում է ուրեմն երկաթուղու նաև հնարավորություններին։ Գլխավոր ծրագիրը, որը հիմա գոյություն ունի, դա Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին է, որը 2017 թվականից սկսեց գործել, բայց շատ քիչ տարանցիկ հնարավորություններ ուներ, մոտավորապես 1 միլիոն տոննա տարեկան։ Ադրբեջանի աջակցությամբ այս ծրագիրը էլ ավելի զարգացավ, հատկապես Մարաբդա ախալքալաքի ուղղությունի զարգացումով, և հիմա 2024 թվականի տվյալներով մոտավորապես Բաքու-Թբիլիսի Կարսի տարանցման հնարավորությունը 1-ից մինչև 5 միլիոն տոննա է տարեկան, և այդտեղ տարբեր ենթակառուցվածքներ են ձևավորվել։ 2024-ին արդեն կարելի է ասել այդ շարժը ակտիվ արդեն դեպի Կարսի ուղղությունով զարգացավ, բայց ընդհանուր առումով պետք է ասել, որ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի և հուսով են, որ պետք է մինչև 2030 թվականը ընդհանուր առումով հասցնեն մինչև 15-20 միլիոն տոննա արտահանման հնարավորություն։ Բացի դրանից Վրաստանը նաև ներդրումներ է անում իր երկաթուղու զարգացման մեջ, այդ թվում Ռիկոթի այդ հատվածում և ընդհանուր առումով երկաթուղու զարգացմանը, և պետք է նաև նվազեցնի ժամանակի ծախսը և հզորացնի հնարավորությունները։ Բացի դրանից նաև խոսենք ճանապարհների մասին։ Վրաստանը միջազգային մեծ ներդրումներ է անում իր ճանապարհաշինության ուղղությունով, դա տրասե կա արևմուտք-արևելք Է60, Է70 կարևորագույն ծրագիրն է, որը սկսում է Ադրբեջանի հետ սահմանի հատվածից, Կարմիր կամուրջ կոչված հատվածից, Վրաստան-Ադրբեջան, և հասնում է մինչև Սարփի հատվածը Վրաստան-Թուրքիա, և պետք է լինի ամբողջությամբ հենց ավտոբանի ձևաչափով երկու ուրեմն ուղի մեկ ուղղությամբ, այսինքն երկու մեկ ուղղությամբ, երկու հակառակ ուղղությամբ առնվազն, և այս ծրագիրը ուրեմն արդեն ընդհանուր առումով 430 կիլոմետրանոց ծրագիր է և 2024 թվականի դրությամբ 70%-ը այդտեղից, այսինքն 300 կիլոմետրը պատրաստ էր, և կարելի է ասել, որ մնացած այդ հատվածը նաև կարելի է ասել, որ մինչև 2030 թվականը պետք է ավարտվի։ Ամենաբարդ հատվածը դա Ռիկոթի հատվածն է կենտրոնական Վրաստանում, որը անցնում է, և այդ հատվածը նաև կարելի է ասել հիմա արդեն ավարտված է, 2025 թվականի վերջերին մտավ արդեն իրականացման, արդեն բացեցին մի խոսքով, և
այդ ուղղությունով 27 կիլոմետրանոց թունելների ծրագիր է տեղի ունեցել, ընդհանուր առումով ֆինանսավորվել է հարյուրավոր միլիոն դոլարով այդ ծրագիրը եւ պետք է նաեւ ասել, որ հյուսիս-հարավի ուղղությունով էլ Վրաստանը լուրջ ներդրումներ է անում, ինչպեսին ուրեմն դեպի Ռուսաստան տանող այդ ճանապարհն է, Թբիլիսիից Լարսի ճանապարհը մեր համար հայտնի, որտեղ որ նաև ավտոբանի ձևաչափով թունելային համակարգներ են ձևավորվում, ինչը պետք է Վրաստանի համար նաև աճեցնի ինչպես արևմուտք-արևելք, այդպես էլ հյուսիս-հարավ հնարավորությունները զարգացման։ Բացի դրանից, Վրաստանը եւ Ադրբեջանը ունեն ուրեմն պայմանավորվածություններ, որ ել ավելի պետք է զարգացնեն այն ԿՊՊ համակարգները, այսինքն անցային կետերը սահմանի վրա, որոնք գոյություն ունեն, դա Կարմիր կամուրջ եւ Լագոդեխի ուղղություններն են, եւ պետք է այնպես զարգացնեն, որ ավելի հեշտանա այդ գործընթացը, բայց հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին պատրաստել էինք շատ կարևոր վերլուծություն, ես այստեղ հղումը կթողնեմ, թե ինչպիսի խնդիրների է առնչվում Ադրբեջանը եւ Հայաստանը կոնկրետ Վրաստանի տարածքով եւ որ սա քաղաքական բաղադրիչներ ունի շատ կարևոր։ Բացի դրանից, իհարկե Վրաստանը փորձում է զարգացնել իր առավելությունը տարածաշրջանում, որը վերաբերվում է Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներին, որոնք լուրջ հնարավորություններ ունեն ուղղակի կապի Ռումինիա, Բուլղարիա եւ Ուկրաինա, բայց Ուկրաինայի ուղղությունով գիտեք, որ խնդիրներ կա։ Փոթիի ուղղությունով շատ կարևոր է, որ ընդհանուր առումով Փոթիի տերմինալը 2025 թվականում աճեցրել է իր հնարավորությունները մինչև 50,000 ավելացրել է 50,000-ով ընդհանուր այդ ՏԵՈ կոչված տարեկան հնարավորությունը տարանցման, այսպես ասեմ, եւ 2026 թվականի համար կանխատեսված է 1,1 միլիոն ՏԵΟ տարեկան բեռնափոխադրում Փոթիի նավահանգստի միջոցով եւ Ղազախստանի գործընկերները տարբեր Վրաստանի ներդրումներ են անում նաեւ մուլտիմոդալ այդտեղ տերմինալի կառուցմանը, որը պետք է 80,000 ՏԵՈ ավելացնի տարեկան եւ հետո մինչեւ 2000 ՏԵΟ նաեւ ավելացնի հնարավորություններ այդ ուղղությունով։ Ինչ վերաբերվում է Բաթումի նավահանգստին, ապա Բաթումի նավահանգիստը մեծ մասամբ օգտագործվում է ուրեմն նավթի եւ ուրիշ նաեւ արտահանումների ուղղությունով եւ ղազախական Կաստրans-Oil-ն է կառավարում այդ հատվածը, ուրեմն Բաթումի նավահանգիստը եւ շարունակում է աճեցնել իր հնարավորությունները հենց նավթի ուղղությունով։ 2023 թվականին կարելի է ասել Բաթումի այդ նավահանգստի միջոցով 1 միլիոն տոննա նավթ է Ղազախստանը արտահանել, բայց 2025 թվականի համար արդեն Ղազախստանը պատրաստել էր 1,7 միլիոն տոննա նավթ արտահանելը։ Եվ եթե ուրեմն ամբողջությամբ կարելի է ասել Բաքու-Թբիլիսի-Ջեյխանի ուղղությունը լցվի, որտեղ որ մենք ասացինք, որ սահմանափակումներ կա եւ մատակարարման հարմար ուղիներ էլ իր դերը ունեն, ապա Բաթումի նավթի տերմինալը նաեւ իր դերը կարող է ունենալ, որը մոտավորապես 3 միլիոն տոննա տարեկան արտահանման հնարավորություն ունի։ Վրաստանը փորձում է կամ շարունակում է կառուցել Անակլիայի խորը նավահանգիստը, ռազմավարական նշանակություն ունեցող եւ Անակլիան պետք է դառնա կարևորագույն այդ բաղադրիչը համագործակցության Վրաստան, Ադրբեջան, Ռումինիա, Հունգարիա ուղղությունով պետք է ձևավորվի Անակլիայի շնորհիվ էներգետիկ կամուրջ, այսինքն պետք է կապի Ադրբեջանի, Վրաստանի ուրեմն ինչպես նաև Ռումինիայի եւ Հունգարիայի հետո էներգետիկ համակարգները իրար հետ Բացի դրանից այս նավահանգիստը պետք է կարողանա ընդունել շատ խորը նավերը, 16 մետր է խորությունը լինելու եւ առաջի փուլում պետք է կարողանա 7 միլիոն տոննա տարեկան ուրեմն բեռնափոխադրում ապահովի, ապագայում հնարավորություն ունենալով ուրեմն աճեցնել այդ բեռնափոխադրումները մինչեւ 20 միլիոն տոննա։ Եվ նավահանգիստը կարա դառնալ Ասիա ուրեմն կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջև եւ
ինչ որ առումով թեթևացնի Փոթի եւ Բաթումի նավահանգիստների գործունեությունը։ Ընդհանուր առումով սպասվում է մոտավորապես 1 միլիարդ ներդրում այդ ուղղությունով, բայց ես պետք է ձեզ հիշեցնեմ, որ Վրաստանի իշխանությունները երկար ժամանակ է խոչընդոտեցին այդ ծրագրի իրականացումը նաև քաղաքական բաղադրիչներով։ Հիմա չխորանամ շատ այդ հարցի մեջ, որովհետև այդ հարցը մեծ կարևորություն ունի։ Եվ նաև պետք է ասել, որ Կասպիաց ծովում տեղի են ունենում նաև լուրջ զարգացումներ եւ Ակտաու Կուրիկ Բաքու ուղղությունով Ղազախստանը լուրջ ներդրումներ է անում, որ աճեցնի հենց Բաքվի հետ կապը ծովային, որովհետեւ ամենամեծ մատակարարումները տեղի են ունենում հենց այդ ծովային հատվածով։ Ինչ վերաբերվում է նաև պետք է ասել, որ ՏԱՆԱՊ-ը, այսինքն այդ ծրագիրը հարավային գազային միջանցքի պետք է աճի 16 միլիարդից մինչև 32 միլիարդ այս տարվա 2026 տարվա ընթացքում եւ այդ նպատակով պետք է նաև Վրաստանի տարանցման հնարավորությունները աճեր։ Ադրբեջանը հայտարարել է, որ 2027 թվականին մոտավորապես 20 միլիարդ կուբանարդ մետր պետք է դարձնի իր արտահանումը գազի դեպի Եվրոպական միություն, որի համար անհրաժեշտ կլինի նոր հնարավորություններ, այդ թվում հավանական է թուրքմենական գազի նաև մատակարարումները։ Եվրոպական միությունը այս ծրագրին աջակցում է եւ BP-ն նաև եւ տարբեր գործընկերները պատրաստվում են քննարկել, թե ինչպես է կարելի Վրաստանի տարանցման հնարավորությունները աճեցնել այդ ուղղությամբ։ Եվ պետք է ասել, որ նաև կողմերը քննարկում են տրանսկասպյան գազատարի ձևավորումը, որը պետք է կապի Ադրբեջանը եւ Թուրքմենստանը եւ 30 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանի դեպի Ադրբեջան, ինչը կաճեցներ իհարկե լրջորեն այստեղ այս գազի տարանցման ուղիները եւ Եվրոպական միությունը ունի հետաքրքրվածություն թուրքմենական գազի այդ ծրագրի մեջ եւ եթե այդ գազի ծրագիրը տեղի ունենա, ապա Վրաստանի ուղղությամբ տարանցումը պետք է աճի, բայց մենք խոսենք թրիփի մասին, թե թրիփը ինչ է պատրաստվում անել։ Հոսանքային առումով նաև պետք է ասել, որ Եվրոպական միությունը սկսել է կարևորագույն ծրագիր, որը Սև ծովով նաև հոսանքային մալուխի մասին է խոսքը, Վրաստանի եւ Ռումինիան իրար հետ պետք է կապի եւ այդտեղ մոտավորապես խոսք է գնում 1000 մեգավատ ժամ հնարավորության մասին։ Եվ կանաչ էլեկտրոէներգիա հոսանք պետք է արտահանվի Ադրբեջանից Վրաստանով դեպի Եվրոպական միություն։ Եվրոպական միությունը այս ծրագրի ուղղությունով Global Gateway մեծ ծրագրով մոտավորապես 2.3 միլիարդ եվրո է տրամադրել այս ուղղությամբ, որ կարողանա ուրեմն Կովկասում եւ Միջին Ասիայում ձևավորի նոր ավելի այսպիսի մատակարարման ուղիներ։ Եվ մենք ձեր հետ միասին մոտավորապես արդեն քննարկեցինք այս հարցերը։ Հիմա ասեմ, որ ձեզ լուրջ ներդրումներ է արվում Բաքու-Թբիլիսի Կարսի ուղղությունով մոտավորապես 100 միլիոն դոլար ներդրումներ, վրացական երկաթուղում, ինչպես ասացի, 150 միլիոն եվրո է տրամադրվել այս ճանապարհին, որը Վրաստանի տարածքով անցնում է արևելք-արևմուտք ուղղությամբ 1.5 միլիարդ դոլար է տրամադրվել այդ ուղղությունով, Փոթի նավահանգստի զարգացմանը 50 միլիոն դոլար է տրամադրվել, Անակլիայի նավահանգստի կառուցման համար 800 միլիոն դոլար է մոտավորապես տրամադրվել, Ղազախստանը տրամադրել է մոտավորապես 200 միլիոն դոլար Ակտաու նավահանգստի զարգացման եւ Բաքվի նավահանգստի զարգացման ուղղությամբ, Հարավկովկասյան գազատարի ուղղությունով Սոկարը շարունակում է լուրջ ներդրումներ, Սև ծովի մալուխի ուղղությունով 2.3 միլիարդ դոլար ներդրումներ է արվում ընդհանուր առումով եւ ինտերնետի այս մալուխի ուղղությունով 50 միլիոն դոլար ներդրում է անում, այսինքն հսկայական տարածաշրջանում տնտեսական ներդրումներ են տեղի ունենում եւ մենք պետք է ասենք Հայաստանը այս ամենից դուրս է մնացել։ Հերիք չի, որ Հայաստանը նույնիսկ հյուսիս-հարավ այդ ծրագիրը, որը պետք է որ կառուցեր Վրաստան-Իրան հատվածում ճանապարհի, որը նախորդ իշխանությունների ժամանակ տապալվել էր, կարելի ասել, եւ ես ուրախ եմ, որ հիմա ակտիվորեն շարունակում է զարգանալ եւ մենք տեսնում ենք, որ նույն Երևան-Գյումրի հատվածը վերջապես գոնե ավարտված է եւ դա իհարկե շատ մեծ
ամոթալի փաստ էր կարելի ասել, որ մենք Երևան-Գյումրի հատված չունեինք նույնիսկ այդտեղ կառուցած, հիմա պետք է խոսենք նրա մասին, որ TRIP ծրագիրը ամբողջությամբ փոխելու է այս ռազմավարությունը եւ հնարավորությունները տարածաշրջանում։ TRIP ծրագիրը սա ոչ միայն Հայաստանի մասին է, այլ սա Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի ռազմավարական գործընկերության մասին է, որում տարբեր այս միջազգային եւ մասնակի գործընկերությունները, ինչպիսին է Համաշխարհային բանկը, Եվրոպական բանկը, նաեւ Ասիական զարգացման բանկը, ինչպես նաեւ ադրբեջանական երկաթուղին, հայկական երկաթուղին, հուսով եմ, որ հայկականը հայկական կլինի, այլ ոչ թե ռուսական, որը հիմա ռուսական է, Սոկարի, BP, Մայերսկի, ուրեմն Ղազախստանի երկաթուղու եւ նավթային համակարգի եւ Հայաստանի նաեւ էներգետիկ ինչ-ինչ համակարգի մասնակիցների ուրեմն բաղադրիչ կարևոր կդառնա եւ պետք է ասել, որ այս ուղղությունով մենք կարող է տեսնենք արդեն լուրջ լրջագույն ներդրումներ, որովհետև տեսեք, փաստացի խոսք է գնում, որ ձևավորվելու է աշխարհաքաղաքական առանձնահատուկ այսպիսի դեր եւ տնտեսական հնարավորություն հենց այս լուրջ ուղղությունից։ Իսկ հիմա հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին արդեն կխոսենք TRIP-ի ծրագրի մասին եւ հնարավորությունների մասին Հայաստանը, որը կարող է ունենալ այս ամբողջ ծրագրերի մեջ, ինչպիսի ազդեցություն դա կարող ունենա նաեւ Վրաստանի այդ ենթակառուցվածքների հետ մրցակցության ուղղությունով, որովհետեւ Վրաստանը ունենալով մենաշնորհի կարգավիճակ, փաստացի հիմա առաջի անգամ արդեն ստանալու է ոչ թե մենաշնորհի, այլ մրցակցային իրավիճակ։ Պետք է ասել, որ արևմուտք-արևելք ուղղությունը Հայաստանի Սյունիքի մարզով, որը կապելու է Ադրբեջանը եւ իր էքսկլավ Նախիջևանը, հետո Թուրքիան, դա նաեւ այդ միջին միջանցք կոչված Չինաստան-Եվրոպա կամ հակառակը Եվրոպա-Չինաստան ուղու բաղադրիչն է լինելու, այսինքն երկրորդ կարևոր բաղադրիչը եւ կարելի ասել, որ այդ ուղին փաստացի, այո, լինելու է միջին միջանցքի տրամաբանությունը, բայց լինելու է ավելի հարավով եւ Վրաստանը շրջանցելու է։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ ուրեմն ձևավորվելու է եւ հնարավորություն կա Հայաստանը, որ ձևավորի մուլտիմոդալ ուղի հարավ-հյուսիս, այսինքն որը վերաբերվում է հենց Իրան, Հայաստան, Վրաստան, Սև ծով ուղին, Պարսից ծով, Սև ծով եւ դա նաեւ ներգրաված է Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագրում, այսինքն մի կողմից Կասպից ծովը կապում է Միջերկրական ծովի հետ Հայաստանը, մյուս կողմից կապում է Պարսից ծոցը Սև ծովի հետ եւ Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերականգնումը նաեւ օգնելու է ընդհանուր առումով, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու հնարավորությունները, որ լուրջ այդ լոգիստիկ կապերը ձևավորվեն։ Պետք է ասել, որ այս պահի դրությամբ ուրեմն քննարկվում են նաև ուրիշ ծրագրեր, որոնք TRIP-ի մրցակից են լինելու, այսպես կոչված Արազի միջանցքը, որը պետք է անցնի Իրանի տարածքով, այսինքն Ադրբեջան-Իրան Նախիջևան, բայց ես պետք է շատ ուղիղ ձեզ ասեմ, երբ մենք ձեր հետ միասին խոսում ենք եւ քննարկում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, ապա դա ակնհայտորեն նաև ունի տնտեսական բաղադրիչ եւ մենք ձեր հետ միասին կարող ենք արձանագրել, որ փաստացի Իրանով նախատեսված որևէ այսպիսի տնտեսական ծրագիր այս պահի դրությամբ իրատեսական չի կարելի համարել։ Զուգահեռ դրա, երբ մենք ձեր հետ միասին խոսում ենք Վրաստանի եւ Արևմուտքի կապերի մասին, որոնք խզվել են հատկապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետընտրական այդ գործընթացներով եւ Եվրոպական միությունում անդամակցելու գործընթացը սառեցնելու հետևանքով, ապա պետք է ձեր հետ միասին այդտեղ նաև արձանագրենք, որ Վրաստանը այս պայդրությամբ չունի այդ կապերը Արևմուտքի հետ, որ լինի այս ուղու կենսական հատված եւ այստեղ հայտնվում է Հայաստանը։ Հայաստանը, որին պետք է խաղաղություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հարաբերությունների բարելավում եւ միևնույն ժամանակ, որին պետք էր խուսափել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագրից, այսինքն էքստրատերիտորիալ տրամաբանության միջանցքից, միևնույն ժամանակ թույլ չտալ Ռուսաստանի ՖՍԲ-ի կողմից վերահսկողություն հաստատելը նոյեմբերի 9-ի 9-րդ կետով եւ դրան ի պատասխան Հայաստանը ձևավորում է TRIP
ծրագիրը Միացյալ Նահանգների հետ եւ Ադրբեջանի հետ միասին, որով փաստացի ստանում է համ խաղաղություն, համ տնտեսական զարգացում, համ լոգիստիկ մրցակցություն։ Ինչու՞մ է շահագրգռվածությունը Արևմուտքի նրանում, որ այսօր Վրաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ Հայաստանը արդեն ոչ, նվազում է Ռուսաստանի այդ ազդեցությունը, այդ թվում քաղաքական առաջերտին առումով իշխանությունները, որովհետև տնտեսական ազդեցության մասին չի այստեղ խոսքը, հենց քաղաքական ազդեցության մասին, այսինքն ով է ղեկավարում պետությունը, ռուսաստանցի օլիգարխ խոսքին, ինչպիսին է Բիձինա Իվանիշվիլին կամ Սամվել Կարապետյանը, թե պետությունը ղեկավարվում է ինքնիշխան կառավարության կողմից։ Եվ այստեղ է, որտեղ որ մենք հայկական շահերը պաշտպանելով պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխան շահը, եւ սա պետք է ամրապնդվի եւ արձանագրվի այս տարվա կոնկրետ ընտրություններով, եւ դա ամենակարևորն է։ Տեսեք, տրիպի նաեւ կոնկրետ արեք թվերի մասին խոսենք, հա։ Մոտավորապես պաշտոնական տեղեկատվություններով առաջի փուլում հնարավոր է հասնել 15 միլիոն տոննա մոտավորապես բեռնափոխադրումների տրիպի շնորհիվ, իսկ ապագայում հնարավոր է հասնել մինչև 20-25 միլիոն տոննա բեռնափոխադրումներ հենց Հայաստանի տարածքով, եւ դա փաստացի կցույց տա, որ տրիպը միայն կարող է ապահովել Ադրբեջանի ուրեմն այսօրվա բեռնափոխադրումների, որոնք 10-11 միլիոն են կազմում, երկու անգամ ավելի մեծ հնարավորությունները։ Սա ստիպելու է Ադրբեջանին, որ լրջագույն ձևով նաև ներդրումներ անի եւ աճեցնի իր ենթակառուցվածքների, այդ թվում երկաթուղու հնարավորությունները, նրա համար, որ մոտենա այդ տվյալներին, որ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղով այդ բեռնափոխադրումները հասնեն 20-25 միլիոնի ապագայում։ Եվ շատ լուրջ փոփոխություն է իհարկե տարածաշրջանում տեղի ունենում։ Հաշվի առնելով, որ ընդհանուր առումով 43 կիլոմետրանոց է հատվածը, որը անցնում է Սյունիքով, ապա դա ստեղծում է ինչ-որ առումով եւ այդտեղ նպաստելի է, տեսեք, Վրաստանի տարածքով անցնող երկաթուղին այս պարագայում պետք է ասել, որ անցնում է Բաքու-Թբիլիսի կարս ուղղությունը, որի մասին մենք խոսեցինք, այն հատվածով Վրաստանի, որտեղ որ շատ լուրջ ուրեմն կլիմայական բարդ իրավիճակ է, այսինքն Սամսկայե Ջավախեթի շրջանում կլիման այնպիսի բարդ է, որ այդտեղ ձմեռվա ընթացքում հեշտությամբ չես կարող դու իրականում ապահովել երկաթուղու կապը, եւ այդ պատճառով է, որ ընդհանրապես մոտավորապես 1 միլիոն տոննա բեռի մասին է խոսք գնում Բաքու-Թբիլիսի կարուսով, որը պետք է մինչև 5 տոննա աճեցնել։ Բացելով միայն ուրեմն Սյունիքի հատվածով երկաթուղին, այդ 43 կիլոմետրանոց հատվածով, մենք արդեն հնարավորություն ունենք հասնելու 15 միլիոն տոննայի, աննախադեպ տարբերությունը վրացական ուղուց, 20-25 միլիոն տոննան նաև իրատեսական է դրան հասնելը, ինչը բերելու է նաև նրան, որ կրճատվելու է ճանապարհը եւ հեշտանալու է նաև ձմեռը։ Գիտեք, Մեղրի հատվածում, Արաքսի հենց հյուսիսային հատվածում, այսինքն ձախ ափում, մեր ափում, փաստացի հարգելի հայրենակիցներ, ձյուն շատ քիչ է լինում, եւ դա նշանակում է, որ այդտեղ կլիման Մեղրի հատվածում այդքան լավն է, որ փաստացի ամբողջ տարվա ընթացքում հեշտությամբ կարելի է գործել, ինչը աննախադեպ նաև հնարավորություն է։ Եվ կարելի է ասել, որ նաև այդտեղ լուրջ շարժ կարա տեղի ունենա հենց քաղաքացիների, այսինքն մարդկանց շարժի ուղղությունով, մոտավորապես 5.5 միլիոն մարդ կարող է տարեկան մոտավորապես Ադրբեջան, Նախիջևան, Թուրքիա, Կենտրոնական Ասիա ուղղությունով շարժվի։ Այսինքն թուրքական պետությունների համար այդ շարժը, որը համեմատելի չէ այդ քաղաքացիական ուրեմն կապի ուղղությունով, համեմատելի չէ Բաքու-Թբիլիսի կարս ուղին, որը քաղաքացիական առումով շատ բարդ է օգտագործելը, եւ պետք է արձանագրել, որ փաստացի սա կարա բերի նրան, որ այդտեղ լուրջ այդպիսի շարժ կլինի 5.5 միլիոն մարդ, ինչը իհարկե նաև բերելու է եկամուտ եւ կարեւոր է ապահովել անվտանգությունը, բայց այդ ամենը լինելու է տրիպի փաստաթղթի ներքո, որը ստորագրված է օրերս Վաշինգտոնում, եւ գիտեք, որ Հայաստանը ամբողջությամբ վերահսկելու է անվտանգությունը այդ ուղղությունով։ Բացի դրանից, ճանապարհը, որը այդտեղ ձևավորվելու է, մոտավորապես 20-25 հազար մեքենա կարողանա ապահովել տարեկան, օրեկան կներեք, ինչը նշանակում է տարեկան մոտավորապես 7-9 միլիոն մեքենա կկարողանա ապահովել։ Այսինքն դա նաև վերում է նրան, որ հնարավորություն կա տրիպի
այդ գործընթացով նաև ապահովել այսպիսի լուրջ կապեր, որը բերելու է նրան, որ Վրաստանով բոլոր տրանզիտը, փաստացի մարդկանց տրանզիտը դեպի Թուրքիա շատ կնվազի նաև եւ իհարկե երկաթուղու տրանզիտը կարելի ասել լրջագույն ձևով հենց Հայաստանով կանցնի։ Բացի դրանից պետք է ասել, որ հիմա արդեն գոյություն ունի Իգդիր Նախիջևան մոտավորապես գազատարի կառուցումը, որը կես միլիարդ խորանարդ մետր գազ է ուրեմն այդտեղ անցկացնելու եւ նաեւ խոսք է գնում իր ընդլայնման մասին մինչեւ 1.8 միլիարդ խորանարդ մետր։ Սրա մասին տեղեկատվությունը Թուրքիայի պետական ԶԼՄ-ները Tier T World-ն է տարածում։ Եվ պետք է ասել, որ թուրքական Բոտաշ եւ ադրբեջանական Սոկար գործընկերությունների գործունեության հետևանքով փաստացի պլանավորված է, որ այսպես ասենք, Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի վրա իրանական գազի կախվածությունը, որտեղ այս պահին Նախիջևանը գազը ստանում է հենց Իրանից, նվազի եւ դրա փոխարեն գազի մատակարարումները տեղի ունենան հենց Թուրքիայի տարածքից, այսինքն Ադրբեջանը Վրաստանի տարածքով ուղարկում է գազ Թուրքիա, իսկ Թուրքիան իր տարածքից ապահովում է արդեն Նախիջևանը գազով, նկատի ունեմ հենց Բաքու-Թբիլիսի Էրզրում ուղղությունը։ Հնարավորություն կար ստեղծվի, որ TRIP ծրագրի ներսում փաստացի Հայաստանի Սյունիքի կամ Վայոց ձորի շրջանների միջոցով ձևավորվի այդ գազատարը եւ կապը նավթատար նաև, բայց գազատարը առաջի հերթին հենց Նախիջևանի ուղղությունով Ադրբեջանը կկարողանա ուղիղ ապահովել Նախիջևանը գազով, իսկ մենք կկարողանանք դրանից ունենալ օգուտ։ Ինչպիսի օգուտ, դրա վառ օրինակը վրացական օգուտն է, մոտավորապես 5% գազի հնարավոր է գնել մեծ զեղչով այդ ուրեմն գազատարից։ Եվ դա նաև կարող քննարկվի կարևոր ձևով, ինչպես նաև նավթատարը, բայց տեսեք հարգելի այրենակիցներ, ուղիղ ասեմ, որ նավթատարը ինչու օրակարգում չէ, որովհետև մենք ձեր հետ միասին քննարկեցինք, որ գազատարը կոնկրետ 95%-ով Վրաստանի լցված է, այսինքն գազի ուղղությունով մենք նաև տեսնում ենք Ադրբեջանում դինամիկա, որ գազի արտադրելու արտահանման նաև դինամիկան աճի է գնում, իսկ նավթինը նվազում է։ Եվ հաշվի առնելով դա պետք է ասել, որ գազի այդ նավթատարը սահմանափակումներ ունի եւ Ադրբեջանի համար առաջնահերթություն կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել, առաջերտին հենց Նախիջևան, այլ ոչ թե ուղղակի դեպի Թուրքիա, իր համար հենց միջև Նախիջևան կլինի, որտեղ ինչքան ավելի կարճ է հատվածը, այդքան ավելի քիչ գումար է ինքը վճարում, դա էլ մենք պետք է հաշվի առնենք, այսինքն իրանց ձեռ է տալի այդ դեպի Նախիջևան տանող ճանապարհը։ Մյուս կողմից պետք է ասել, որ այդ գազատարը Ադրբեջանից Ադրբեջան է գնում եւ ինքը զեղչեր կուզենա ինչ որ առումով, որովհետեւ ներքին գազատար կհամարվի, բայց զուգահեռ դրա մենք կարող ենք ասել, որ մենք նաեւ կարանք այդտեղ պայմանավորվել, թե ինչ օգուտներ ենք մենք քաղում այդտեղից, եւ դա նաեւ կբերի նրան, որ կախվածություն կունենա Նախիջևանը խոսքին գազի առումով նաեւ Հայաստանից, եւ դա կարեւոր անվտանգային նաեւ երաշխիք կարա լինել։ Բացի դրանից, հարգելի այրենակիցներ, խոսք է գնում իհարկե նոր ուրեմն թվային կապերի ձևավորման մասին եւ դա կարող լինի հենց ինտերնետի նոր կապ, որը կարա լինի ալտերնատիվ հենց այլընտրանքային Վրաստանով անցնող կապի։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ մենք սպասելով ուրեմն տեսեք մոտավորապես հենց Բաքու, Հորադիս, Զանգելան, Սյունիք Նախիջևան Կարս ուղով հնարավոր է 15 միլիոն տոննա կամ նույնիսկ 20-25 միլիոն տոննա բեռնափոխադրումներ ապահովել, ինչը կարելի ասել, որ Վրաստանի այդ բեռնափոխադրումներին, որը Վրաստանի տարածքով է անցնում, լուրջ մրցակից կարող է դառնալ, որովհետև մենք ձեր հետ միասին խոսեցինք, որ Վրաստանով այս պահի դրությամբ անցնում է 7 միլիոն տոննա մոտավորապես բեռնափոխադրում, այսինքն 15 տոննա բեռնափոխադրումով առաջի փուլում, հետո 20-25 տոննա Հայաստանը կարող է դառնալ բեռնափոխադրումների առումով նույնիսկ ինչ որ առումով Վրաստանից ավելի առաջատար, նկատի ունեմ Չինաստան, Կենտրոնական Ասիայից եկող բեռները։ Զուգահեռ դրա նաև ավտոմեքենաների շարժը Ադրբեջան-Նախիջևան ուղղությունով դեպի Թուրքիա հետո եւ ինչպես նաև քաղաքացիների շարժը կարա բերի նրան, որ Վրաստանից նաև առաջատար դեր կարա Հայաստանը ունենալ
այդ բոլոր ուղղություններով։ Ժամանակի առումով Վրաստանով եթե 18 օր է մոտավորապես բեռնափոխադրումներին պետք, ապա Հայաստանի տարածքով հնարավոր է հասնել 12 օրվա բեռնափոխադրումներին, ինչը մեծ առումով փոխում է ամբողջ լոգիստիկ ուղղությունը։ Եվ այստեղ նաև պետք է նշել, որ եթե արդեն բացվի նաև զուգահեռ Ղազախիջևան եւ Գյումրի-Կարս ուղղությունները, ապա պետք է նշել, որ բեռնափոխադրումների հնարավորությունները ել ավելի մեծ կլինեն։ Գիտեք, որ այստեղ մենք ունենում ենք 74%-անոց Միացյալ Նահանգների եւ 26%-անոց Հայաստանի այդ բաժնեմասերը, որը նաեւ ապագայում կարող են 49-ը 51-ի հասնեն, բայց տեսեք, ամբողջ այդ ենթակառուցվածքները կառուցվելու է Թրիփի կողմից, ինչը նշանակում է մենք ներդրում չենք անում, բայց ուղղակի այդտեղից օգուտ ենք քաղելու, ինչը շատ հետաքրքիր տրամաբանություն է, ապահովելով Հայաստանի անվտանգությունը, ապահովելով նաև ենթակառուցվածքների վրա լիարժեք Հայաստանի սուվերենությունը, ինքնիշխանությունը, լուրջ մրցակցություն ապահովելով Վրաստանին, նաև այս առումով եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կախվածություն ձևավորելով նաև Հայաստանից, այսինքն ալտերնատիվ ենթակառուցվածքների միջոցով Հայաստանի դերը տարածաշրջանում լրջագույն ձևով աճում է եւ մեծ հնարավորություններ է ձևավորելու։ Եվ բացի դրանից, երբ ճանապարհները բացվեն նաև ուրիշ ուղղություններով, ապա նկատի ունեմ այդ խոսքի նույն անցակետի մարգարայի անցակետի ուղղությունով, ուրիշ անցակետների ուղղությունով, ապա շարժը էլ ավելի կլինի։ Բացի դրանից չպետք է մոռանանք, որ Թուրքիան նաև ուզում է արտահանում, որ ունենա դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան, այսինքն այս բեռները գործելու են երկու տրամաբանությունով, ոչ միայն արևելք-արևմուտք, այլ նաև արևմուտք-արևելք։ Այդ թվում Կենտրոնական Ասիայի հումքերը եւ այդ հազվադեպ մետաղները, որը շատ հետաքրքիր է եւ իրանց դերը շարունակաբար աճելու է Եվրոպայում, հավանական է լինելու, որ ավելի հարմար կլինի այդ շարժը կազմակերպել հենց այդ ուղղությամբ, այսինքն հենց Հայաստանի վրա։ Տեսեք, Վրաստանի գլխավոր մրցութային հնարավորությունը կմնա իր դեպի ծով ելքի տրամաբանությունում, բայց Հայաստանի մրցունակական այդպիսի հնարավորությունները կաճեն հենց ցամաքային շարժի ուղղությունով եւ Հայաստանը կարող է այդտեղ շատ լուրջ հնարավորություններ ձևավորի։ Իհարկե պետք է հասկանանք, որ դա կներառի իհարկե Հայաստանի 43 կիլոմետրանոց հատվածի, ուրեմն Մեղրի հատվածի երկաթուղու ամբողջությամբ կառուցումը Միացյալ Նահանգների կողմից, մյուս կողմից պետք է նաև տեղի ունենա Գյումրի-Կարս, Ղազախիջևան եւ Երազք-Սադարակ ուղղությունների ուղղությամբ երկաթուղու վերականգնումը, ինչը անհրաժեշտ է, որ արվի եւ վարչապետ Փաշինյանը դրա մասին Վլադիմիր Պուտինին հստակ ասել է եւ արձանագրել է դրա անհրաժեշտությունը, բայց եթե դա տեղի չունենա, ապա մենք փաստացի պետք է շարժվենք հայկական երկաթուղու պետականացման ուղղությունով։ Ես պետք է նշեմ, հարգելի այրնակիցներ, որ հայկական երկաթուղու պետականացումը հիմա կլիներ մեր համար հսկայական հնարավորություն եւ դավաճանություն կարելի է կոչել, որ հայկական երկաթուղին վաճառվել է Ռուսաստանին, փոխանցվել է Ռուսաստանին եւ պետք է արձանագրեմ, որ եթե մենք կարողանանք հեծից հետո երկաթուղու վերահսկողությունը հետ վերադարձնել հայկական պետությանը, դա հսկայական մեր համար հնարավորություններ կլինի։ Բացի դրանից, դա կստեղծի նաեւ հյուսիս-հարավ ուղղությամբ լրջագույն տնտեսական հնարավորություններ, որովհետեւ Նախիջևանի տարածքով կկապի Իրանը Հայաստանի հետ, իսկ դրանով դեպի Վրաստան արդեն միանգամից լոգիստիկ կապը կբացի եւ փաստացի մենք նույնիսկ կարողանանք օգտագործել Վրաստանի այդ նավահանգիստները Իրանի ուղղությամբ, այսինքն եթե Իրանում լինի կայունություն, եթե Իրանում չլինի պատերազմ կամ լինի արևմտամետ իշխանություն, հարգելի հայրենակիցներ, ինչու մասին մենք ձեր հետ միասին խոսում ենք, ապա Իրանից հնարավոր է ակտիվ ուրեմն բեռնափոխադրումներ կազմակերպել Նախիջևանի տարածքով, Հայաստանի տարածքով, հետո միանգամից դեպի Վրաստան եւ Սև ծովի նավահանգիստներ։ Բացի դրանից, կարևոր բաղադրիչ կա այդտեղ իհարկե այդ թունելի կառուցումը, որը Սյունիքում տեղի է ունենում, ուրեմն շատ կարևոր 8 ու 6/10 կիլոմետրանոց այդ թունելը Քաջարան-Սիսիան ուղղությունով, բացի դրանից Մեղրի ուրեմն անցակետի
բարելավումը, բարեփոխումները այդտեղ եւ զարգացումը, ինչպես նաեւ Բավրա անցակետի զարգացումը մեծ դեր ունի։ Կարևորագույնը այն է, որ էքստրատերիտորիալ բնույթ չկա, այսինքն Հայաստանը համ անվտանգային առումով սա վերահսկում է, համ էլ այստեղից օգուտներ է քաղելու եւ մենք կարանք ասել, որ ընդհանուր առումով Կենտրոնական Ասիայի ներդրումները եւ կապերը զարգացնելու ուղղությունով Կենտրոնական Ասիա Չինաստանի դերը այստեղ աճելով մենք կտեսնենք ձեր հետ միասին աճող փաստացի տրամաբանություն ենթակառուցվածքների, այսինքն Չինաստան Կենտրոնական Ասիա, որտեղ որ Հայաստանը ունի ռազմավարական փաստաթուղթ ինչպես Չինաստանի, այդպես էլ Ղազախստանի հետ, եւ հուսով եմ ուրիշ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ էլ մենք այդպիսի հարաբերություններ կձևավորենք, փաստացի կարող ենք հասնել նրան, որ Հայաստանի ուղղությամբ այս դերը գնալով շատ եւ շատ աճի, ինչը կբերի մեծ եւ շատ մեծ հնարավորություններ։ Բացի դրանից Հայաստանը կարա օգնի ապահովել եվրոպական պետություններին Վրաստան-Հայաստան տրամաբանությունով ելք դեպի ուրեմն Պարսից ծոց, միևնույն ժամանակ Թուրքիայի տարածքով Հայաստանը ստանում է ելք դեպի Մերձավոր Արևելք եւ Իրանի տարածքով նաեւ երկաթուղու միջոցով եւ զուգահեռ դրա շատ կարևոր նաև բաղադրիչ կարելի է արձանագրել, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանի տարածքով ելք դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան։ Ընդհանուր առումով այս փուլում չեմ կարծում, որ նավթատարը կլինի ամենակարևոր օրակարգային հարցը, այլ գազատարը հենց կլինի, բայց եթե Ադրբեջանը, իսկ այստեղ վերջերս Իլհամ Ալիևը կարևոր հայտարարություն արեց, ասաց, որ Ադրբեջանը զարգացնում է հնարավորությունները եւ կարող է Ադրբեջանում նոր հանքավայրեր գտնեն նավթի, ապա եթե նավթատարի այդ ուղղությամբ աճի մասին խոսք գնա նավթի արտահանման, ապա հնարավորություն կարող է լինի, որ Ադրբեջանը նույնիսկ ուզենա նավթատար կառուցել Հայաստանի տարածքով եւ այդտեղից էլ Հայաստանը կարող է քաղել անմիջապես օգուտ։ Մի խոսքով հարգելի այրնակիցներ, որ շատ երկար չլինի մեր վերլուծությունը, շատ կարևոր թեմա է։ Դուք տեսաք, որ մենք ձեր հետ միասին խոսեցինք փաստերով, մանրամասն եւ հուսով եմ, որ ձեր դուրը եկավ, այդ պատճառով խնդրում եմ ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը եւ գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, սրանով աջակցելով այս մեր վերլուծություններին շարունակաբար կխոսենք այս թեմաների շուրջ։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։